Այսօր մի խումբ քասախցիներ բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվեցին։ Լրագրող Մերի Մանուկյանը, ով աշխատում էր տեղում, ոստիկաններից մեկին հարց է ուղղել, թե ինչու է բերման ենթարկելիս քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրում։ Դու ինչ ես ուզում, դիմեք լրատվական ծառայություն, բղավում է ոստիկանը, ապա պահանջում լրագրողից չխոչընդոտել իրեն։ Մերի Մանուկյանը պահանջում է իր հետ հանգիստ խոսել։ Շուտով ոստիկաններն իրենց գործընկերոջը հեռացնում են լրագրողի մոտից։ Լրագրողը փորձում է այլ ոստիկաններից պահանջել, որ իր վրա բղավող ծառայողին հեռացնեն տարածքից, ինչից հետո բղավող ոստիկանը հարվածում է Մերի Մանուկյանին։ Այս միջադեպից հետո լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, սակայն ոստիկանի վերը նշված պահվածքը միայն կարգապահական խախտում չէ։ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով սահմանվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Միջադեպը իսկապես հանրային մեծ աղմուկ է բարձրացրել։ Դեպքին անդրադարձել է նաև դերասանուհի Անահիս Սարդարյանը, ով իր խոսքում նշել էր, որ ինքը որպես կին, որպես մայր խնդրում է լրագրողին մինչև վերջ գնալ։ Համակարգից կատեգորիկ համաձայն չեմ այդ մտքի հետ, ինչի որտեղ երբ որ Վազգենն ու Նահարեկը մեր եթերով ինչ-որ չգիտեմ ինչ էին ասել, կոպիտ ասած ինչ-որ բառ բանից դուրս, ցենզուրայից դուրս, հա 18+ բառ, մարդիկ գնացին, չեմ հիշում, 2 ամսից ավելի 3 ամիս նստեցին։ Ուրեմն այս rank կանանգան աղջիկ խփեն ու կապ չունի լրագրող այդ աղջիկը թե չէ։ Հոն 12-ին ամսի հունիսի անցած տարվա կարան մեր նռնակներն նետեն, մեզ խփեն, մի խոսքով վիրավորեն ինչ ասես անեն, ուղղակի համակարգից հեռացեն, ոչ դուք պետք է ենթարկվեք պատասխանատվության, որտեղ դուք օրենքը բարձր պահող ոստիկանի անունը իջացնում եք մլիցու մակարդակին։ Ես ճանաչում եմ մարդիկ, ովքեր իսկապես ոստիկանի անունը բարձր են պահում, մարդիկ, ովքեր օրենքը հարգում են, օրենքը պահպանում։ Դուք մլիցա եք, իրանք ոստիկան են ու ձեր տարբերությունը պիտի ոչ միայն համակարգից հեռացնելով նշվի, այլ նաև պատասխանատվության ենթարկվելով։ Խնդրում եմ լրագրողին գնալ մինչև վերջ, որպես կին եմ դա խնդրում, որպես մայր եմ դա խնդրում։ Հիշեցնենք, որ Անահիս Սարդարյանը ընդամենը ամիսներ առաջ է հանդես եկել հարցազրույցով, որի ընթացքում խոսել էր մի շարք կարևոր թեմաների մասին։ Զրույցի սկզբում Անահիսը խոսել էր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին ու նշել. Ինձ ստիպում է այնտեղ լինել իմ արժանապատվությունը, իմ երեխայի ապագայի նկատմամբ վառ ու լուսավոր նկրտումները եւ հավատը Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Պատարակների եմ մասնակցել, Սրբազանի գործունեությանը վաղուց եմ հետևում։ Կոմֆորտը հիմա չեմ գերադասում հայրենիք ունենալուց։ Երբեք չեմ ողջունել ու չեմ եղել ընդդիմադիրների հավաքներին։ Պահանջը ինքնին քաղաքական է, ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու։ Իմ պաշտոնը հայն է։ 6 տարի իշխանության եք։ Ինչի նախկինների ականջները չեք կտրել, որ հիմա էլ չասեք հետևում կանգնած են։ Այն օրը բեմից ես ասացի, որ ինձ համար հայ չեն նրանք, ովքեր մի ամբողջ հրապարակ ժողովրդին անվանում են նարկոբարոն ու կրիմինալ։ Բեմ բարձրանալուց 10 րոպե առաջ տեսնում եմ, որ էկոնոմիկայի նախարարի կինը հանրահավաքի ժողովրդին անվանել է զույգերով անասուններ։ Իմ պայքարը այսօր իմ Մոնթեի ու Լուսեի համար է։ Ես ավել PR-վելու կարիք չունեմ։ Իր խոսքում Անահիսը հատուկ ընդգծել էր, որ իր կարծիքով կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց մասնակցությամբ հեղինակազրկել հանրահավաքը, այդ թվում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հարցին արդյոք իր կարծիքով շարժման հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, Անահիսը պատասխանել էր. Ես Աստված չեմ, որ հստակ ասեմ, բայց քեզ 101% հավաստիացնում եմ, որ ականջել չէ։ Ականջից այր կտեսնեմ որպես Անահիս, ես հենց այդ րոպեին կանեմ սթորի, ներողություն կխնդրեմ եւ կգնամ։ Մենք հրապարակում ենք նրա համար, որ չթողնենք մեր պատմությունն ու արժանապատվությունը մաքրվի։ Ինձ հետ կապում են Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի աղջկան, չգիտես ինչի Ռոբերտ Քոչարյանին, ԱԺԲ-ին։ 6 տարի առաջ իմ գործակալությունը զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսների SMM-ով։ Ես անձնապես պարոն Ծառուկյանին ճանաչում եմ։ Եթե շարժումը չհաջողի, ինձ համար շատ ցավոտ կլինի, բայց ինձ համար շատ ծանր կլինի, եթե ես սխալված լինեմ Սրբազանին որպես առաջնորդ ընտրելու մեջ։ Դեռ մինչ այսօր ոչ մի վայրկյան չեմ սասանվել իր ընտրության մեջ ներկա պահին ինքը ինձ համար ճիշտ առաջնորդ է։
Անահիսը խոսել էր նաև այլ թեմաների մասնագիտական ընտրության ու ընտանիքի մասին եւ ընդգծել. «Ես թատերական ինստիտուտ ընդունվեցի, որովհետեւ ծնողներս հնարավորություն չունեին, որ ես պարապեի ինչ-որ տեղ ընդունվելու համար։ Հացի խնդիրը այնքան մեծ էր, որ անհնար էր ուղղակի։ Ես ուզում էի իրավաբան դառնալ։ Հրաշալի ընտանիք եմ ունեցել, ունեմ։ Հայրս ցավոք արդեն չկա։ Հայրս դպրոցում եւ երաժշտական դպրոցում պահակ է աշխատել։ Մայրս տնային տնտեսուհի էր։ Թատերականը միակ տեղն էր, որտեղ կարող էի իմ ուժերով ընդունվել։ Այդ ամենը ինձ համար եղել է դպրոց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը ու այսօր պայքարել, որ քո երեխաների կյանքը այդպիսին չլինի»։ Անահիսը պատմել էր նաև ամուսնու բանտարկության շրջանի մասին ու ասել. 2017 թվականներ ամուսինս առավոտյան զանգեց, ասաց ինչ-որ բան խառն է, ամեն ինչ կլուծվի, հանգիստ կլինես։ Ու մտնում եմ լրահոսը կարդում եմ ու գրված է, որ փնտրվում է իմ ամուսինը։ Ու ես մտածում եմ ինչի համար, բայց հետո ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո երբ Եվրոպական դատարանի կողմից մեր կառավարությանը գալիս է նամակ, որ դուք 3 տարի ոչ մի ապացույց չեք ունեցել մարդուն բանտախցում պահելու, ինձ այդ ժամանակ մեր պատկան մարմինների ամենակարևոր շենքերի մեկում դեմքիս նայելով ղեկավարներից մեկը ասաց. «Ազիզ ջան, գնա կյանքդ վայելի, ինքը պիտի նստի»։ Ուղղակի հանգամանքները այնպես էին ստացվել, որ այդպես էր պետք, որ ուրիշների պատճառով իմ ամուսինը պետք է հայտնվի մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Մենք 3 տարի պայքարեցինք, հետո Եվրոպական դատարանի կողմից ստացանք որոշումը, որ իմ ամուսինը ամբողջ 3 տարիների ընթացքում նստել է բանտում անօրեն։ Եղավ ֆինանսական փոխհատուցում 850 եվրո, որը մենք չենք վերցրել։ Դատական գործը ամբողջությամբ չի ավարտվել, ուղղակի Եվրոպական դատարանի պահանջով ինքը դուրս է եկել, որովհետև ուղղակի ծիծաղելի էր դա։ Դուր գալիս յետոբավոն դրա համար ես դու ամեն տեղ դա նկարում։ Թե կարոտում ես դրա համար ես նկարում։ Կարոտում եմ։ Արիա խուժակ։ Ծեցերն այն օրը բոլորը ասում էին, որ դուք շատ սիրուն եք ու լուսան ձեզ նման է։ Դեմեք ինձ սիրուն կիսուրն է։ Իսկ սա իմ սիրուն կիսուրի ձեռքերով սիրուն պատրաստված շատ համով սոուսն է։ Ոսնեմ բիզնես անենք ստեղ Հայաստանում։ Անենք, բալես։ Ծեցերն են այս ամեն ինչի բիզնեսը անում է Սոչիում, բայց սենց համով Անշարապ։ Տես իրա ուրախություն։ Բրավո ասում։ Կերցի։ Մաքրի ձեռքերդ։ Ձեռքերդ։ Փոքրիկ հայրերն ասել է գնում է մանկապարտեզ։ Ման դու շատ ես սիրում մեր դրոշը։